Պուտինը փորձում է ռուսական արտադրության ճպուր ջերմատեխնիկական ակնոցը։ Արևմուտք 2025 զորավարժությունների վերջին օրն է Ռուսաստանի նախագահը զինվորական դաշտային համազգեստով շրջել պայմանական մարտադաշտում։ Պուտինը նորից միութենական պետության մասին է խոսել։ Զորավարժությունների նպատակն է մշակել միութենական պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ցանկացած ագրեսիայի պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր տարրերը։ Զորախաղերին մասնակցում են օտարերկրյա պաշտպանական գերատեսչությունների ռազմական զորակազմեր և օպերատիվ խմբեր։ Պուտինի խոսքով զորավարժություններին մասնակցել են 25 պետություններից ներկայացուցիչներ։ 100,000 զինծառայող է 4 օր պայմանական հակառակորդի դեմ կռվել Ռուսաստանի և Բելարուսի տարածքում, Բալթիկ և Բարենցի ծովերում։ Մարտիկները փորձել են հետ մղել օդային հարվածները, պայքարել դիվերսիոն խմբերի դեմ, միջուկային զենքի կիրառում պլանավորել։ Իրական մարտադաշտում արյուն է թափվում։ Ռուսները ուկրաինական Չերկասիի մարզում հարվածել են հրթիռային կառավարման համակարգեր արտադրող գործարանի։ Այնտեղ ԱԹՍ-ների մասեր են պատրաստում։ Ռուսները թիրախավորել են Պոլտավայի մարզում գտնվող մի ավիաբազա և Կիրովոգրադի երկաթուղային կայարանը։ Գիշերը Չերկասիի, Պոլտավայի և Կիրովոգրադի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Ռուսաստանը պատրաստվում է 2 ծանր հարձակողական գործողության, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Թրամփի ու Պուտինի հետ։ Ուկրաինայի զինուժը գիշերը գրեթե 1 տասնյակ անօդաչու է ուղարկել Ռոստովի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի ուղղությամբ։ Ռուսական հոպը 8 անօդաչու է որսացել։ Գայանե Մովսիսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։